Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 14։ Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագե արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա, և դուք դուրս պիտի գաք ու ոստնեք գոմի պարարտ հորթերի պես։ Մաղաքիա 4:2 խոսք։ Ուր էլ որ Քրիստոսը գալիս է, նա գալիս է բարիք գործելու, նա բուժում է, որպեսզի մենք կարողանանք ծառայել նրան, ինչպես նաև իրեններին և նրա անվան համար։ Նրանք, ովքեր չեն կարող մասնակցել հանրային պաշտամունքին հիվանդության կամ այլ իրական խոչընդոտների պատճառով, կարող են հույս դնել Փրկչի ողորմած ներկայության վրա։ Նա կմխիթարի նրանց վիշտը և կմեղմացնի նրանց տառապանքը։ Ուշադրություն դարձրեք, թե որքան հիվանդներ էին բերում Տիրոջ մոտ, և երբ տեսնում ենք, որ ուրիշները հաջողությամբ դիմում են Քրիստոսին և ընդունում նրա օգնությունը, դա պետք է մեզ ավելի ջերմացնի և մղի փնտրելու նրան։ Քրիստոսը հաճախ հեռանում էր մի առանձին մենավոր վայր, թեպետ նա վտանգի մեջ չէր ոչ շեղման, ոչ էլ ունայն փառասիրության գայթակղության, այնուամենայնիվ նա առանձնանում էր մեզ օրինակ տալով, քանզի նրանք, ովքեր կատարում են իրենց ծառայությունը հասարակության մեջ, պետք է երբեմն միայնակ մնան Աստծո հետ։ Որքան զորավոր էր մեր բժիշկը։ Նա բժշկում էր բոլորին, ովքեր բերվում էին իր մոտ, որքան էլ շատ լինեին նրանք։ Եվ նա չէր սահմանափակվում որևէ մեկ հատուկ հիվանդությամբ, ասես միայն դրա համար էր եկել, այլ բժշկում էր ամեն տեսակ հիվանդություններով տառապողներին։ Նրա խոսքը քաղցր մխիթարություն էր շնորհքով լի, ինչպես բալասան յուրաքանչյուր վերքի համար։ Տեր Հիսուսը այն հրաշքը, որ կատարեց ժողովարանում, նա կրկնեց նաև գիշերը տանը։ Մարկոս 1:33-34 խոսքեր։ Նա շատ դևեր հանեց և թույլ չտվեց, որ դևերը խոսեն։ Այս խոսքը կարելի է նաև հասկանալ այսպես, որ նա նրանց թույլ չէր տալիս ասել, թե ճանաչում են իրեն, քանզի չէր ուզում, որ նրանք կրկին ասեին. «Գիտեմ քեզ, թե ով ես»։